Տիկին Ալավերդյան, վերջին շրջանում նկատում ենք, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների հետ ագրեսիվ կերպով է խոսում եւ վերջին աղմկահարույց դեպքն էլ Երևանի մետրոյում տեղի ունեցածն էր եւ երբ արցախցի երիտասարդ աղջկա վրա մատ թափտալով էր խոսում, ջղայնացած ընդ որում երեխայի ներկայությամբ։ Կխնդրեմ նախ իրավական գնահատականը տակ, այնուհետև բարոյական առումով ներկայացնեք։ Ինչու՞ այդպես մեր խոսքեր պատրու գրեհիկ է խոսացել մեկ, երկրորդը վայել չէ աշխատատար անձին ընդհանրապես եւ մասնավորապես վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի համար։ Հիմա ես մի բան եմ կարդացել, որ նա եւ սպառնացել է լրագրողներին, որ եթե վիրավորական խոսք ասել իր հանդեպ, ապա դա ինքը դա արդեն կհաշվի որպես վարչապետության դեմ ինչ որ խոսք եւ կարող է միջև անգամ դատական կամ այլ գործերով սասնել։ Ես պետք է մի բան հստակ ասեմ։ Ես ուրախ եմ, որ այդպիսի մի արտահայտություն է թույլ տվել իրեն այդ անձը եւ կարծում եմ, որ ամենամեծ վիրավորանքը վարչապետի պաշտոնի հենց ինքն է հասցնում իր կեցվածքով ցուցադրելով թե ինչպես տգեղ կարելի է ուտել։ Եվ այս առումով ես պետք է ասեմ այն ինչ որ տեղի է ունեցել մետրոյում Տիկին Արմեն Մուրսյանի հետ կապված, ես այդպես եմ հասկանում ձեր հարցը, դա միայն ու միայն բացահայտել է այն ամենը, ինչ արդեն 8-րդ տարին է փորձում է քողարկել այդ նույն ազնվորությունը, որը ժամանակին ասել է, որ ինքը 3 միլիոն վարչապետներից մեկն է։ Բա կարելի է այդպես խոսել 3 միլիոն վարչապետներից մեկի։ Երկրորդը տգիտությունը, ես պետք է գծեմ։ Երբ որ ինքը ցույց է տալիս փախստականի կարգավիճակ, անօրինական կարգավիճակ տված անձին ցույց է տալիս Սովետական Հայաստանի Հանրապետության քարտեզը, դա երկու բան է խառնում։ Ինչ կապ ունի քաղաքոզը։ Հայաստանի քաղաքացի էին այդ մարդիկ։ Դա նշանակում է, որտեղ իրենք լինեն, Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է իրենց պաշտպանել։ Հիմա այդպես ցույց տալով քարտեզը տարածքը դա ինչ է նշանակում։ Ես ուղղակի ափսոսում եմ, երկրորդ օրինակը որ դասական է, ասում է անկախությունը դա ոչ թե անկախություն է, մի երկրից ոչ թե կախվածես, այլ մի քանի կներ եկել է գիտություն կա անկախության մասին, ձևակերպումներ կան, այդ տգետ արտահայտությունները տալով կրկնում եմ, նա վիրավորում է հենց վարչապետի պաշտոնը, որովհետև ես դեմ եմ, երբ որ նույնացում է, ով ուզում է լինի, նույնացնում է իշխանությունը պետության հետ, իշխանավորին իշխանության հետ, դրկը իշխանություն, դրկ լրիվ ուրիշ բաներ են, ֆիզիկական անձը միջազգային մարդու իրավունքների այբուբեն է, որ երբ որ մարդ դառնում է պաշտոնյա, նրան ավելի շատ են քննադատում եւ դա ոչ թե ինքը պետք է սպառնի, որ այս կանի թե, ինքը պետք է ուրիշ ձևով իրեն պահի, կեցվածքը, քաղաքականությունը փոխի, ինչ չի հետաքրքրում ով է իշխանությանը, այս քաղաքականության հետ, որը վարում է այս վարչակազմը, ես համաձայն չեմ եւ վերջապես այն հարցը, որը բարձրացրել է Տիկին Արմենեն, ցույց տան թող աշխարհին բոլորին, թե որ փաստաթղթորեն չեղարկել արցախցիների 070 կոդի այդ անձնագրին։ Չկա այդպիսի փաստաթուղթ։ Հիմա եթե դա չկա փաստաթուղթ, դա կամայականություն է, դա իշխանության զավթում է, որովհետև եթե որևէ մի գործողություն չի հիմնավորված օրենքով, դա փաստորեն ինքներավճություն է եւ այս առումով իշխանության զավթում։ ԿՊԱ-ները եւ Նիկոլ Փաշինյանը նշում են, որ իրենք ներողություն են խնդրել եւ նշում են, որ ավելորդ էմոցիաներ է եղել, ինչի համար Նիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրել եւ նաեւ նշում են, որ ճիշտ մոտեցում կլինի, եթե տվյալ քաղաքացին էլ Արմեն Մուրսյանն ներողություն խնդրի իր պահվածքի համար, ասում են վերջիվերջո ղեկավարի հետ է խոսել, երկրի ղեկավարի հետ է խոսել։
ղեկավարը պետք է հստակեցնի ինքը բերքի պետք չի, անգամ բերքի պետին հիմա այդպես չի կարող եւ ոչ թե պահանջատեր պետք է լինի, թե ինչպես պետք է քաղաքացին իր հետ ինքը պետք է իրենից պահանջի, ինչպես պետք է պաշտոնատար անձը խոսի այդ քաղաքացիների հետ ցանկացած կան այդտեղ երեխայի համար իդեպ շատ լավ դաս է ինչպիսի վարչապետ պետք է չլինի եւ այդ առումով բոլորը մտածում են որ ճնշվածը բացարձակ է այդպես է տղան ճնշված չէ նա պարզապես տեսնում է որ ինչպես չի կարելի իրեն բարել այն մերժված կեցվածքով հանդես եղող անձին ինքը տեսավ կարող է կյանքում այլևս ինքը չհանդիպի այդ անձնավորությանը, բայց այդ երեխայի մոտ եւ շատ-շատերի մոտ, ովքեր նայել են այդ ամենը, այո, այդ պատկերն է, որ չի կարելի, որ այդ կեցվածքով քաղաքականության մեջ զրոյական գիտելիք ունեցող, միայն իմացող թե ում հետ ինչպես խոսել, նույն այդ Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարների հետ դա քաղաքականություն չէ, դա պարզապես այն է, ինչ տարբեր ձևով ասում են, եւ Արցախի հանձնումը Ադրբեջանին դա եղել է այդ անձնավորության իղձերից մեկը, դրա վկան ոչ թե ես պետք է լինեմ, այլ այն ամենը, ինչ գրված է եղել հայկական ժամանակ թերթում տարիներ շարունակ։ Տիկին Ալավերդյան եւս մեկ դեպքի էլ անդրադառնանք սրանից օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը եւս մեկ քաղաքացու հետ միջադեպ է ունենում եւ կրկին մատ թափ տալով ասում է որ դուք եք ինձ ընտրել վարչապետ ես կորոշեմ կաթողիկոսը վեհապար է թե շարքային քաղաքացի իհարկե իր բառերով ես ճիշտ ասացի հիշեցնեմ որ Հիմա միապետը ինքը հոգևոր խորհրդի անդամ է սահմանադրագետ է ինչ է ինքը ես էլ եմ դեր է կատարում ցավոք սրտի ինչպես եղել այդպես է իր մակարդակով մնացել է դեղին թերթիկի գլխավոր խմբագիր եւ ձևերը այդ ամեն անգամ հյուրանքը ինչ որ գցել մեջտեղ ոչ թե հստակեցնել որ սրբազանները հանցագործներ են եւ չկարողանան մի բան ապացուցել այդ բոլորը դեղին թերթիկի գլխավոր խմբագրի ձեռագիր է եւ այս առումով մարդ թափտալը ընդհանրապես խոսում է կներեք իր շատ ցածր կուլտուրայի մշակույթի մասին կեցվածքի շատ ցածր է չեմ ասում այդ կարկանդակ անշնորհք խոսքը չի ասում դաժե ասել թող բայց կներեք ես կարծում եմ եթե ճապոնացիները նայեն այդ կադրերը նրանք շատ վատ կարծիք կազմեն Հայաստանի մասին ինչպես հայտնի է ճապոնայով ոչ մեկը փուլ չի տալիս իրեն պես ոտի վրա էներգի ստալ նկարահանումը ես կարծում եմ դա էլ է մի ծրագիր աշխարհին ուզում է ցույց տալ թե հայերը ինչքան հետամնաց գրիհիվ անկիրթ եւ դա ծրագրավորված եւս մի ուղղություն է որը իրականացի այդ բացարձակապես ոչ մի աղերս գիտության հետ չունեցող հայտարարությունները ծրագրավորված անցնում են եւ աշխարհին ցույց են տալիս թե ասա է ոչ թե հիմնավորված Հայաստանն է որը պատմության քաղաքականության մեջ ունի ուրույն հետքը եւ այսքան գիտնականներով եւ այլ ոչ այդ ցույց է տալիս նա դա է այո ինքը իրեն համարում է Հայաստանի ամբողջ Հայաստանի ներկայացուցիչ բա որ մնաց 3 միլիոն վարչապետներ մենք բոլորս այստեղ դες հետ այն հայտարարության համաձայն ներկայացնում ենք Հայաստանը ոչ պակաս քան այդ գրեհիկ կեցվածքով ազնվորություն